խոսել, Իմ օգնականն է։ Չէ, ես անձամ ձեր հետ եմ ուզում խոսամ, խնդրում եմ, եթե թույլ կտաք, չեմ ուզում հիմա։ Չէ, վերցե։ Բարև ձեզ։ Կներեք, ես ինձ ազնիվ, անկեղծ ես բժիշկ եմ, բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ եւ այլն, բայց կարծում եմ, այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չի։ Որ մանրը։ Աննան խոսում է, թե տաքսիստը ինչ կաննա, Հակոբյանը խոսում է, տաքսիստը ինչ կբան բասի, այն որ դուք այս մեծ է ձեր մասշտաբները, մեծ են, դուք ավելի մեծ եք ու այսքան ներքևիչն եմ ձեզ չի սազում։ Ներքև որտեղ ենք իջել, այդ եմ ուզում ասել։ Հիմա օրինակ այս փողոցը որ կան քաղաքական հարցեր լուծելու փոխարեն դուք խոսում եք թե պրիմիտիվ մի մարդը ինչ է մտածում, դուք մի մարդու մասին չի քաղաքականություն, ձեր բոլոր եթերները են ինչի որ գիտեք այ այստեղ կոնցեպտուալ օրինակ, երբ որ դուք ճաշ եք եփում, երբ որ Աննա Հակոբյանը ասում է տաքսիստը ինչ կբան բասի, երբ որ չգիտեմ, մետրո, երբ որ ձեր ժամանակը թանկարժեք, թանկագին, ես ինքս բժիշկ եմ, րոպե չունեմ այստեղ այնտեղ ծախսելու, դուք ձեր ժամանակը, որ չգիտեմ, ես չեմ պատկերացնում, դուք ինչքան պիտի զբաղված լինեք այդ բոլոր խնդիրներն ու հարցերը լուծելու համար, ձեր ժամանակը, ես ձեզ հասկացա, բայց ես մի բան էլ ասեմ, ես ինքս որպես քաղաքացի մի հատ առաջարկ ունեմ, Ալեն Սիմոնյանին էլ մի անգամ զանգել եմ այդ հարցով, կոմունիստների ժամանակ դեռ ես ստեղ եմ ապրում, Աբովյան 22, այս բոլոր շենքերի տակ, սենց եթե նայենք հիմա մեծ մասը կտրել են, սենց փոքրիկ հատվածներ կար, որից բարձրանում էին ծառեր, բայց պատերի վրա եւ այլն, այո, այսօր մենք շատ լուրջ խնդիր ունենք թթվածնային քաղցի քաղաքում։ Եվ այդ հարցը կարելի է լուծել դրանք վերականգնելով։ Ես մի քանի անգամ դիմեցի, ես կտրեցի, բացեցի, իմ փողերով բերեցի, տեղադրեցի, խանութը որոշում է, որ իր պատին դա չի սազում, այս Աբովյան 22-ի մասին եմ խոսում, հենց կոնկրետ այնտեղ օկայդին։ Ու իրանք նորից բետոնեցին, բայց սա ահագին թթվածնային քաղցի խնդրալուծում ու իրանք ջրվում են այս բոլոր կաթող կաթիլային համակարգադառնում կանցանյարը կոնկրետ այդ խնդիրը այդ կարակ լուծեք եթե հնարավոր է քանի անգամ դիմել այլ պարոն Փամբուխչյաններ էսա կգա քանի անգամ թաղապետարան եմ գնացել չեն ընթացք չեն տալիս բայց ինքը լուրջ խնդիր է լուծի շատ շնորհակալ բայց կարելի է ձեր առաջին հարցին անդրադառնալ այդտեղ իրականում կա հայ կուրկեն չպահեմ էլի Այստեղ կա իրականում հայեցակարգային հարց, որովհետև քաղաքականության եւ պետության պատկերացումների մասին։ Ինձ համար մարդու հետ շփումից դուրս քաղաքականություն չկա, որովհետև քաղաքականությունը մարդու հետ խոսակցությունն է։ Երկրորդը, քաղաքական եւ աշխարհքաղաքական է մնացած հարցերը, Փառք Աստծո, դուք տեսնում եք, թե մենք ինչպիսի այսօր Հայաստանը երբեք հարաբերությունների այնպիսի լայն շարավիղ չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում։ Եվ աշխարհաքաղաքական եւ միջազգային ավելի մեծ հեղինակություն չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում եւ իմ ընկալումն է նա որ պետության ղեկավարի կարևորագույն գործերից մեկը պետական ինստիտուտները կայացնելն է որպեսզի պետական ինստիտուտները աշխատեն եւ քաղաքական լիդերների համար ավելի շատ ժամանակ թողեն ռազմավարական հարցերի շուրջ մտածելու ներքին Ես ռազմավարական հարցերի մասին եմ ասում։ Ես հիմա ձեզ հետ խոսալ ես ձեզ հետ իհարկե տալիս եմ։ Մենք այսօր մարդկանց հետ շփումների ընթացքում տեսնում ենք, ես ձեզ մի դրվագ պատմեմ, որ սկզբունքային կարևոր նշանակություն ունի։ Երեք մի կին մոտեցավ ինձ Մալացիա Սեբաստիա համայնքում եւ ասեց հետեւյալը։ Ասացնեն եք, որ շատ հարցեր ունեմ ես։ Ասի գիտեք ինչ, քանի որ Սենց քայլելու փողոցի ռեժիմում եմ, ասի ես խնդրում եմ ձեզ մտածեք այդ ձեր բոլոր հարցերի մասին եւ ասեք ձեզ հուզող ամենակարևոր հարցը։ Ես մտածում եի հիմա ինչ որ թաղի, փողոցի, բանի հետ կապված հարց կլինի, որովհետեւ ի սկզբանե իր մոտեցածի տրամաբանությունը ինձ տենց թե մեկ էլ մի պահ մտածեց, ասեց ամենակարևորը խաղաղությունն է։ Եվ դա շատ էական է, որպեսզի մենք մարդկանց հետ շփումներով կարողանանք մեր ռազմավարությունները ճիշտ որդեգրել, որովհետև քաղաքականությունը մարդու համար է։ Մենք որոշումներ կայացնում ենք, որպեսզի դա մարդկանց կյանքի վրա ազդի։ Մենք պետք է որոշումները կայացնենք, հետո դուրս գանք, տեսնենք այդ որոշումները ոնց ազդեց մարդկանց կյանքի վրա։ Ազդեց թե չազդեց։ Ազդեց այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում, թե չազդեց այնպես։ Ես եւ ի շարունակություն, այսօր մենք այս մեր շրջագայություններով մենք համոզվեցինք, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, ինչի, որովհետև մարդիկ միաբերան ասում են առաջինը խաղաղությունն է,
Երկրորդը մենք տեսնում ենք, որ առողջության ապահովագրության այն համակարգը, որ մենք ներենք դրել, ճիշտ ժամանակին դիպուկ 10-ին խփած որոշում է, իմիջիալոց մեր ոչ բոլոր որոշումներն են, որ 10-ին խփում են, չնայած ես գիտեմ, որ առողջապահության համակարգի աշխատողների հետ կապված հարցեր կա, որ մենք պետք է լուծենք, եւ ես քաղաքականություն չգիտեմ առանց մարդկանց հետ շփումների, եւ ընդհակառակը մենք այդքան այդ կաբինետներում աշխատել ենք ձեր ասած ռեժիմով եւ հիմա էլ ենք աշխատում, դրա համար ես ասում եմ ձեւը, որ նա 2 ժամ շուտ արթնանալն է, 3 ժամ դուք քնածեիք, ես այսօր առավոտը 3 ժամ աշխատել եմ ձեր ասած հարցերի եւ ոչ միայն ձեր ասած հարցերի վերաբերյալ, բայց այնպես չի, որ մենք ամբողջ օրը փողոցներում ենք, հիմա քաղաքական շրջան է, նախընտրական շրջան է մոտենում եւ մենք պետք է գանք ձեզ մոտ, չէ, մենք չենք այդ էլ կա, մենք Հայաստանից մի խոսույթ արմատապես վերացրել ենք, այն խոսույթը, որ ընտրություններից ընտրություններ եք երևում։ Ես վարչապետի պաշտոնում ես հատուկ հանել եմ, ասել եմ վիճակագրություն անեն։ Ոչ մի Հայաստանի ղեկավար այնքան շատ բնակավայրերում չի եղել, ինչքան ես եմ եղել, եւ այնքան շատ ժամանակ չի անցկացրել։ Եվ ինձ համար կարեւոր է, որ ես հիմա ձեզ հանդիպեմ եւ դուք ձեր դիտարկումները ինձ ասեք, բա ուրիշ որտեղ եք ասելու։ Ոնց եք դիմեցի ոչ միտեղ ոչ մի լուծում չէ, այդ չեմ ասում, այն ձեր առաջին դիտարկումը, այն ձեր առաջին դիտարկումը շատ սենց շատ ընդհանրական է, բայց կարևոր է ինձ համար, որ ես նկատի ունեմ կարևոր է, որ ես գայի ձեր դիմաց կանգնեի ու լուր լսեի, թե դուք ինչ եք ասում, հիմա անկախ ես ձեր ասածը ինձ հետ տանելու եմ եւ ձեր ասածը ուղիղ կամ անուղակի մեր աշխատելու ոճի եւ ձևի վրա ազդելու է, համոզված եմ դրական ձևով։ Իսկ ծառերի հետ կապված հարցը ես ենթադրում եմ, որ այդտեղ կա թեմա պատերի բանի հետ կապված, խոնավության եւ մենք խոստանում ենք, որ այդ հարցը անպայման կդիտարկենք։ Անգլիան շնորհակալ ենք ձեր դիտարկումների համար։ 3 րոպե կամ ավելի քիչ։ Բարև եղբայր, ո՞նց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Մի հատ հարց ունեմ էլի, մի րոպե էլի հերթ պայեք։ Ասա։ Բարև։ Բարև Մռունչ ջան։ Ո՞նց ես, էս քեզ։ Աղջիկս։ Ուրախ եմ եղբայր։ Ես մի հարցի վերաբերյալ եմ ուզում խոսել ձեր հետ եւ ձեզ շատ հարգում եմ։ Բայց 3 րոպեն գնում է, կարճ գնում է, համաձայն եմ։ Ես դրա մեջ կմնամ։ Շատ նախ շնորհակալ եմ, որ դուք այսպես կարող եք մենք ձեր հետ, ես որպես հասարակ քաղաքացի կարող եմ ձեր հետ խոսել, որպես վարչապետ, նա իշխանավորներից եմ շնորհակալ եւ ժողովրդից այս շփման համար, որ կարող ենք sense անմիջական շփվել իրար հետ։ Եվ իմ հարցը, իմ խոսքս վերաբերում է ճիշտն ասած հայոց պատմությանը, ես էլ որոշ, ասենք, պատմություն ուսումնասիրել եմ, ճիշտ է, ձեր նման երևս չէ, բայց ասենք, տեսեք, իմ բառերով ասեմ, էլի ժողովրդական լեզվով, ես ասենք, ինչի է միշտ հայ ժողովուրդը վնասվել, ավիրվել, պատերազմների ժամանակ ընկել, կոտրվել, ես հիմա ասեմ ինչի համար, որովհետև հայը միշտ ասենք իրանք գցել է առաջ դարերի ընթացքում, իրանք գցել է առաջ։ Մեր հարգելի բժշկուհին ուր։ Սա կոչվում է ժողովրդական իմաստություն։ Ու մի րոպե։ Ու թշնամին մեր ոսոխը։ Ասма ինչպեսի անսպասելի շրջադարձ։ Մեր ոսոխը եկել է, ասել է դու առաջին ես, ոնց, առաջինը ես եմ։ Ու հարվածել ասուչինը ես պետք է մեր չարախոսը, մեր ստախոսը հարվածել է, հայ գցել է, որովհետև հայ միշտ իրան առաջին դիրքում է պահել։ Տես օրինակ ասում են հայ առաքելական կամ հայ ավետարանական կամ հայ դաշնակ, հայ հնչակ, բայց եթե հայը իրան խորնարացնի դնի երկրորդական դիրքում, ենթադրենք դուք Հայաստանն եք, իրան դնի երկրորդական, իմ անունը Քերոփ է։ Իսկ ազգանունը Արծրունի։ Պարոն Արծրունի։ Քրիստոսը եթե իր դիմացը կանգնի, Քրիստոսը իր դիմացը փակի, եթե ոսոխը Պարոն Արծրունի, դուք ինձ համոզում եք, որ մեր ասած ոչ մի խոսք անիմաստ չի հնչում։ Մի հատ հարց Դուք ինձ համոզում եք, որ այդ շատ կարևոր խոսք, դուք ինձ համոզում եք, որ այն ինչ որ մենք երբեմն ասում ենք, ասում ենք լավ ով է լսողը։ Շատ ապա։ Իմ խոսալու էլի Բայց միջև նա ինչ ասել եք, պարոն Արծրունի,
Բան Արծրունի, մի հատ խորհուրդ կարելի է տալ։ Մի հատ բան ասել Չէ, մի հատ լսեք։ Միջև ինչ ասել եք փայլունա։ Եկեք վերջակետ դրենք, որ այնց բան չասեք, որ ասել է լրիվ բան։ Տենց բան չեմ ասի, հիմի եթե Քրիստոսն է կանգնած Հայաստանի դիմացը, եթե թշնամին գալիս է, Քրիստոսին է հանդիպում ու Հայաստանը պաշտպանված է լինում։ Դե ասում Մենք եք, մեր եսը պետք է խոնարհացնենք, որտեվ հետո նույն չարախոսը գալիս է ասում է, ինչի դուն գար, որտեվ դու հեթանոս ես եղել այն ժամանակ լավ է եղել։ Միջև վերջակետը ինչ որ ասեցի լրիվ քաղաքական էր, վերջակետից հետո ինչ որ ասեցի, մի քիչ քաղաքականից շեղվեց, էլի մոտեցման հարց է։ Ինձ համար դա ընդունելի է, բայց դա կարա քաղաքական Դա անհատական, դա ես իմ կարծիքն է դա Հայաստանի։ Ինձ թվում է ժամանակն է որ ձեր բաճկոնը հագնի։ Խնդուրն է։ Ինձ թվում է ժամանակն է որ ձեր բաճկոնը հագնի։ Գցել եմ, էլ չեմ հագնի։ Չէ, կմրսեք։ Շնորհակալ եմ։ Զարմացրիք ինձ հաճելիորեն։ Սա անհատական խնդիր է, ամեն մեկից խնդիր։ Զարմացրիք կարելի է ձեզ հետ նկարվել։ Իհարկե։ Նա նկարեք ինձ, պարոն Արծրունի հետ։ Բայց բաճկոն հագի իրոք չմրսես։ Շնորհակալ եմ, պարոն Փաշինյան ջան։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Ինչ էիր ասում էր բարև ձեզ։ Շատ ապրես, շատ ապրես։ Ինչ ա քո անունը։ Շայա։ Ինչքան սիրուն ես դու։ Ինչ ես այդքան սիրուն։ Շատ։ Բայց ինչի։ Ինչ ես այդքան սիրուն օրինակ։ Ով է։ Քեզ ասել են, մայրիկը հայրիկը ասել են ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Չեն ասել, իսկ դու գիտես ինչն է պատճառը որ այդքան սիրուն ես։ Չէ։ Դու էլ չգիտես։ Դու էլ չգիտես, շատ սիրուն ես, շատ ապրես։ Գնացինք։ Լավ է։